Հովարդ Կարագյոզյան բարեգործական բժշկական հասարակական կազմակերպության ողջ թիմը առողջ մոլորակ առողջ երեխաներ խորագրով Գորիսում էր, որը մի քանի նպատակ էր հետապնդում։ Շեշտադրելով շրջակա միջավայրի եւ մարդու առողջության միջև առկա սերտ կապը, կազմակերպությունը պարտավորություն է ստանձնել բարձրացնել հանրային իրազեկվածությունը, միավորելով առողջապահական եւ բնապահպանական օրակարգերը։ Այս սիրուն քաղաքի մեջ եկել ենք սկսելու մեկ բան։ Մենք բոլոր երեխաներից հետն ենք եւ կողքին ենք։ Ուզենք տեսնել երեխաները առողջ, որովհետեւ մեր երեխաները, մեր ժողովուրդը արժանի են ամենալավին։ Մի քանի կարևոր բաղադրիչներով թիմը սկսեց իր աշխատանքը Երևանից եւ Հայաստանի մի քանի մարզերից ժամանած մասնագետներն այցելեցին Գորիսի նախակրթարաններ, որտեղ իրականացրեցին երեխաների բերանի խոռոչի առողջության սկրինինգ, ատամների ֆտորացում եւ տարիքային առանձնահատկություններին համապատասխան իրազեկման աշխատանքներ։ Շատ ողջունելի է, որ Հովարդ Կարագյոզյան կազմակերպությունը կա Գորիսում եւ մեր երեխաները իրենց անհրաժեշտ բուժօգնությունն ու խորհրդատվությունը ստանում են այստեղ, Երևան գնալու կարիք չի լինում, անհրաժեշտություն չի լինում, մեր բժիշկների հոգատարությունն ու իրենց կատարած աշխատանքը մեծ օգնություն է մեր համայնքի բազմաթիվ երեխաների եւ ընտանիքների համար։ Կարագյոզյան բարեգործական կազմակերպության Գորիսի մարզային կենտրոնում անցկացվեց կրթական եւ իրազեկման մի շարք միջոցառումներ երեխաների եւ նրանց ընտանիքների համար, որը համենվեց ինտերակտիվ կրթական սեմինարով, նվիրված բերանի խոռոչի առողջությանը, առողջ ապրելակերպին եւ բնապահպանական պատասխանատու վարքագծին։ Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է մեզ համար, որովհետև այն հատվում է Հայաստանում կենսաբանական բազմազանության օրակարգը եւ համաժողովը, որ պետք է տեղի ունենա հոկտեմբերին եւ որ Հայաստանը նախագահում է առաջիկա 2 տարիներին, մենք էլ անմասն չենք ուզում մնալ, որովհետև շրջակա միջավայրի պահպանումը եւ շրջակա միջավայրի առողջությունը, մթնոլորտի մոլորակի առողջությունը անմիջական կապված է երեխաների առողջության հետ, որը մեր հիմնական օրակարգն է։ Հերթը հասավ նաև կրթական խաղերին եւ մրցույթներին, որոնց ավարտին հաղթողները խրախուսական մրցանակների արժանացան։ Հովարդ Կարագյոզյան բարեգործական բժշկական ծառայությունը 30 տարի ի վեր գործում է Սյունիքում, ոչ միայն Գորիսի, այլև Սյունիքի մարզի քաղաքների սահմանապահ եւ ոչ սահմանապահ գյուղերի երեխաների համար։ Ունի փորձառու եւ բժշկական եւ սպասարկող անձնակազմ, ովքեր անշահախնդիր ծառայում են մեր հայ ընտանիքներին։ Շնորհակալ ենք այս կազմակերպությանը, թող նրանց գործունեությունը լինի հարատև։ Ուզում եմ կարևորել կենտրոնի շատ անփոխարինելի դերակատարությունը, նաև այն հանգամանքով պայմանավորված, որ կենտրոնում իրականացնում են մի շարք ծրագրեր միտված հատուկ կրթությանը, լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար աջակցության ծրագրեր են իրականացվում, ինչպես նաև ներառական կրթության վրա են շեշտ դնում։ Դրանով իսկ ուզում եմ ասել, որ կենտրոնը ոչ միայն Գորիսի, այլ նաև տարածաշրջանի երեխաների համար ունի անփոխարինելի դերակատարություն։ Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է 1992 թվականին, 30 տարի գործում է նաև Գորիսում։ Այս կառույցը 20 տարի ղեկավարած բժիշկ ատամնաբուժ Արամ Առաքելյանն իր ուրույն կարծիքն ունի կառույցի գործունեության մասին։ Մեծ ուրախությամբ ենք միշտ Հովարդ Կարագյոզյան կազմակերպության հետ առնչվում եւ նաեւ այս տարի Գորիսում կլրանա 30 տարին Հովարդ Կարագյոզյան կազմակերպության բացման եւ կատարվել է ահռելի աշխատանք մատաղ սերնդի դիմացանային հիվանդությունների կանխարգելման, բուժման հետ կապված եւ այժմ է շարունակում են եւ նոր ծրագրեր են արդեն պատրաստումներ դնելու եւ ընդլայնելու։ Մեկ դարուղի անցած կառույցի ստեղծման հիմքում հուզիչ պատմություն է, որ առիթ է դարձել արդեն 100-ամյակից ավել կարևորել երեխաների առողջությունը։ 15 թվականի կոկոտորածից հետո եւ առաջի պատերազմից հետո շատ բաներ տեղի ունեցան, որ շատ բալիկներ տուժվեցին։ Եւ նույն ժամանակ Կարագյոզյանների ընտանիքը երիտասարդ որդին զոհվեց Spanish flu-ի հետևանքով եւ չկարողացան կյանքը փրկել, բայց ընտանիքը որոշեց, որ այդ երեխայի կյանքով շատ բալիկների կյանքը կարող են վերապրացնել եւ այդպես էլ հիմնադրամը սկսվեց 21 թվականին։ Մեր տեղը Հայաստանում է, մենք այստեղ եկել ենք մնալ։
Նյու Յորքում գործող Կարագյուզյան հիմնադրամի աջակցությամբ մինչ օրս ֆինանսավորվում է կազմակերպության գործունեությունը, այժմ էլ միանալով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի օրակարգին, բարեգործական կազմակերպությունը համահունչ քայլեր է կատարում, ընդգծելով, որ առողջության պահպանությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը փոխկապակցված նպատակներ են։ Արևիկ Աբելյան, Սյունիք լուրեր։